Բարևձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը ողջույն պարոն Արզումանյան։ Բարևձեզ։ Եվ իրամության դիտորդները ըստ էության հերքեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության 3 ապատեղեկատվություն, որ 3 են հրապարակել, թե իբր հայկական զինված ուժերը կրակոց են արձակել ադրբեջանական հենակետերությամբ, ԵՄ դիտորդները նշում էին, որ մենք բարեկություն ենք իրականացրել եւ անսովոր ոչինչ չենք նկատել նախկինում էլ, երբ որ Ադրբեջանն ասում էր կուտակումներ կան սահմանից հայկական կողմից նրանք էլի հերքեցին, այսինքն որոշակի էսկալացիոն տրամաբանությունը բացառվեց, այ ինչու է Ադրբեջանը ամեն դեպքում այս կեղծիքը տարածում հաշվի առնելով, որ պայմանագրի նախագիծ կա ըստ էության համաձայնեցված 17 կետով։ Դե ես չեմ ասի դա կեղծիք է, դա կեղծիք չի, դա տեղեկատվական կամպանիան է, արշավն է, որ տեղի ունենում սպառնալիքի միջոցների, սպառնալիքի համար Հայաստանի դեմ առաջին հեշտ վարիանտը, երկրորդ վարիանտը ավելի դժվար, դա պատրաստական փուլ է լայնածավալ ռազմական գործողությունների սկսելու համար։ Այդ ժամանակ դու սովորաբար անցկացնում նման տեղեկատվական արշավներ եւ այլ եւ այլ։ Այդ տրամաբանության մեջ Ադրբեջանի վարկը լրիվ նորմալ է եւ ուղղակի ցույց է տալիս հայկական կողմին, որ Ադրբեջանը մնում է իր ընդունած տրամաբանության եւ ոչի մեջ լուծել խնդիրները ռազմական գործողությունների միջոցով։ Եթե այդպես ես նայում այս ամենին, ամեն ինչ տրամաբանական եմ կարծում։ Բա համաձայնագիրը 17 կետանոց համաձայնեցված։ Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը չի ստորագրել նման պայմանագիր։ Ադրբեջանին դա պետք չէ, Ադրբեջանը չի ուզելով իր ձեռքերը փակելն է, կապացնեն, մի կողմից ավելի շուտ ժամանակները փոխվել են, հիմա նման դիվանագիտական խաղերին, ճակետներում շատ մեծ ուշադրություն չեն դնում, երբ ուզում են սահմանը անցնեն եւ վերցնեն այն ինչ կարող են վերցնել։ Դա դառնում է ցավոք սրտի ոչ թե խախտում օրենքների, բայց սովորական գործընթաց, որը մենք տեսնում ենք աշխարհում։ Դրա համար ուղղակի Ադրբեջանը չի ուզում, որ մի հատ ծանրություններ վերցնի իր վրա, դրա համար չի ստորագրել։ Ադրբեջանին եւ Ադրբեջանի մեջքին կանգնած ռուս-թուրքական դաշինքը, Ռուսաստանը եւ Թուրքիային խաղաղություն հարավային Կովկասում պետք չէ։ Պետք է լինի լարվածություն, պիտի շարունակվի ռազմական ճնշումը Հայաստանի դեմ, որ կարողանան ստանալ ավելին։ Այսինքն, եթե նույնիսկ համաձայնագրի կետերը այսպես կան, համաձայնեցված են, եւ Ադրբեջանը ասում է գնացեք փոխեք ձեր սահմանադրություն կամ պատերազմի իբր այսպես հանցագործներին կամ մասնակիցներին հանձնեք, դա ուղղակի բերում է, որ ստորագրումը հետաձգի, ես ճիշտ եմ հասկանում։ Ոչ թե հա, ստորագրումը հետաձգի եւ այս բոլոր ֆորմատը, այս աղմուկը ճակետները, որը բացացված է, ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի է եւ ես չեմ մասնակցում նման դիսկուսիաների մեջ, որովհետեւ ես չգիտեմ այդպես կոչված պայմանագրի մեջ ինչ կա։ Ես չգիտեմ ինչ կետեր կան, ինչ կետեր են տարաջատում, ինչ կետեր են համաձայնացված։ Դրա մասին գիտի միայն Նիկոլ Փաշինյանը։ Ինձ համար դա անընդունելի մոտեցում է, երբ այդքան կարևոր հայկական կողմի համար փաստաթուղթ է, այդպես ասեք, որը իրականում նորից եմ կրկնում ինքան էլ մեծ արժեք չունի, ես որպես քաղաքացի, որպես փորձագետ որևէ գաղափար չունեմ ինչ է այդ փաստաթղթի մեջ։ Մտնել դիսկուսիայի մեջ ինչ է տեղի ունենում, լավ է, վատ է Հայաստանի համար, ես չեմ կարող։ Ես չգիտեմ այդպես կոչված պայմանագիրը, խաղաղության պայմանագիրը ինչ է նշանակում։ Դա կապիտուլյացիա է, դա երկու կողմերից զիջում է, ինչ զիջում է անում Հայաստանը, ինչ զիջում է անում Ադրբեջանը եւ այլ եւ այլ։ Բայց ես ուղղակի կարող եմ ասել, որ երբ մենք խոսում ենք ասենք կապիտուլյացիայի մասին, կապիտուլյացիայի ժամանակ ասենք ռազմական գերիներին բաց են թողնում։ Սովորաբար կապիտուլյացիայից համագործակցից հետո բաց են թողել։ Ադրբեջանը պատրաստ չի մեր ռազմագերիներին բաց թողել, որը ուշադրություն է ներկայանում, ասենք Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի խորհրդակային կողմից նշած հայտարարության մեջ։ Դրա համար այս ամենը այնքան կտրված է իրականությունից, այնքան անտրամաբանական է եւ կողմերի հայտարարությունները եւ այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, այնքան հերոին է անից, որ ուղղակի ես չեմ ուզում դրա մասին խոսած լինել։ Շատ լավ, պարոն Արզումանյան, տեսեք, մի այսպես իրավիճակ է ստեղծվել,
մենք Հայաստանյան Հանրություն որպես կարող ենք թերահավատություն ունենալ, որ այդ պայմանագիրը կստորագրվի, ստորագրվելու դեպքում էլ մի նոր նոյեմբերի 9-ը չի դառնա։ Դա մեր իրավունքն է կասկածել, հա, բայց մենք պարտավոր ենք տենց լինենք։ Միշտ պարտավոր ենք ռիսկեր գնահատել եւ Այո։ Մի ուրիշ հարց կա։ Տասնյակից մի քանի տասնյակ ես կասեի, հետևում է երկրներ ողջունեցին այս համաձայնեցումը, բայց որ ամենակարևորն է նշում են, որ հաջորդ քայլը ստորագրումն է եւ վավերացումը։ Մինչդեռ Ադրբեջանն ասում է, հաջորդ քայլը Հայաստանի սահմանադրություն փոխելն է, պատերազմի իբր այսպես հանցագործներին հանձնելը եւ այլն։ Խզումը հասկացանք, չէ՞։ Նոր պայմաններ են։ Պետքարտուղարը ասում է ստորագրելու եւ վավերացնելու ժամանակն է, Մայք Ուոլցը Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը ասում է, որ հիմա պետք է գործարքը կնքվի ըստ էության, այսինքն չի ասում Հայաստան գնա փոխի սահմանադրությունը կգաք եւ գործարքը կկնքեք, այսինքն հաջորդ քայլ դիտարկում են կնքելը։ Ադրբեջանը կարող է հայտնվել, այսպես ասենք, անտրամաբանական վիճակով, ես չասեմ իզոլացում, ես չասեմ ճնշումների տակ, անտրամաբանական իրավիճակը, երբ որ միջազգային հանրությունը հաջորդ քայլ դիտարկում է որպես կնքելը, իսկ ինքը ինչ որ նոր այսպես անհեթեթ պահանջներ է առաջ Իմ կարծիքով խոր համոզմանք Ադրբեջանը ներեցեք թքած ունի միջազգային հանրության կարծիքի վրա։ Եվ կարող է երկար թքած ունենալ։ Երկար միշտ թքած է ունենում։ Տեսնում եք վերջի ժամանակները Ադրբեջանը ուղղակի երկրից դուրս շպրտեց Կարմիր խաչի աշխատողների, մնացած միջազգային կազմակերպությունների աշխատողների կազմակերպությունները հանեց եւ այլ եւ այլ։ Ադրբեջանը դա ավտորիտար երկիր է, ասիական երկիր է ավտորիտար։ Դրա համար մեզ համար է ինչ որ տեղ եւ քաշ ունի, որտեղ մենք մտադիր ենք մտնել միջազգային հանրություն ուրիշ տրամաբանության մեջ, ուրիշ քաշով, ուրիշ որակով եւ այլ եւ այլ։ Ադրբեջանը մար դա երկրորդական, երրորդական, չորրորդական է։ Ադրբեջանը դնում է նոր պայմաններ, որը դարձնում են անընդունելի հայկական կողմի համաձայնությունը։ Եվ մենք դա տեսնում ենք 2020 թվականից սկսած։ Երբ մենք համաձայնում ենք Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ստորագրեց հայտարարությունը, մենք ստացանք ոչ թե խաղաղություն կամ Արցախի հայության փրկություն, դա եղավ այն ճանապարհը, որով մենք կորցրեցինք եւ ստացանք ցեղասպանություն։ Հիմա նույն ոչի վրա Հայաստանը համաձայնում է, զիջում է Ադրբեջանը եւ Ռուսաստանը, Թուրքիան հաջորդ ագրեսիվ քայլն են անում, վերցնում են կարևոր ռազմական ռազմավարության նկատմամբ կարևոր բարձունքները եւ այլը դա Ադրբեջանի ոչն է դիվանագիտական օգտագործել ռազմական ուժը սպառնալիքները իրան նպատակների հասնելու եւ եթե դու համաձայնում ես հետ ես քաշում դու ստանում ես նոր պայմաններ դա բնական է Դավիթ դրա համար հայկական կողմի վարկն է անընդունելի եւ անհասկանալի որտեղ ես 2020 թվականից սկսած հանցած 5 տարվա ընթացքում դու պիտի հասկանայի ինչ է անում Ադրբեջանը ինչու է հայկական կողմը համաձայնում է ճանապարհով գնալ ինձ համար ճակետներում ամենամեծ հանելուկը դա է որտեղ այստեղ ինձ համար որպես փորձագետ եւ քաղաքացի ամեն ինչ հասկանալի է դու գնում ես զիջումների եւ ստանում ես նոր պայմաններ որը պիտի կատարես եւ ես հրապարակորեն հայտարարել են որ ես Հայաստան իրավունք չունի լինի մենք ունենք արևմտյան Ադրբեջան եւ հայկական պետականությունը, պետական ինքնաիշխանությունը հայ ժողովրդի դա անընդունելի է։ Քեզ բարձ երեսի տասել են իրանց նպատակները, իրանց նարատիվները, որ իրանք սկսում են իրականացնել։ Ինչու մենք մեր ղեկավարությունը քաղաքական բարձր փորձում է ինձ համոզի, որ Ադրբեջանը փոխվել է եւ Ադրբեջանը կարող է ստորագրել եւ ստորագրելուց հետո մենք կստանանք ավելի վստահելի վիճակ, ինձ համար նույնիսկ եկնքում ճակատներում անհասկանալի է, որտեղ բոլորի համար զուտ դաժե մարդկային մակարդակի վրա տրամաբանության մեջ հասկանալի է ինչ անում Ադրբեջանը։ Նաև Մայք Ուոլցը ըստեյության հորդորում էր կամ պահանջում էր կամ չգիտեմ, խնդրում էր բառը յուրաքանչյուր թող ինքը ընտրի, որ հայ գերիները ըստեյության ազատ արձակվեն Հայաստան-Ադրբեջան համատեքստում, երբ որ նա օգտագործում է բանտարկյալ բառը, ակնհայտ է գերիների մասին։ Հայաստանում ադրբեջանցի բանտարկյալներ չկան, հա։ Քաղաքական ժուրնալիստներ կան, մի 5-10 հոգի այնտեղ, իրանք ունեն, դրանց էլ է երևի վերաբերում, բայց հիմնականը մենք ենք։ Դե հա, Հայաստան-Ադրբեջան համատեքստում պարզ է, որ գերիների մասն է։ Կարծում եք Ադրբեջանը կգնա այդ քայլին, գիտեք ինչ նկատի ունեմ։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների այսպես կոշտ քաղաքականությունը, օրինակ Համասի նկատմամբ իսրայելցի գերիներին ազատ արձակելու։ Մենք տեսնում ենք նաև
որոշակի այսպես տրամաբանություն նոր ադմինիստրացիայի մոտ, որ ռուս եւ ուկրաինացի գերիները պետք է փոխանակվեն, այսինքն այս հումանիտար հարցը միշտ ուղեկցում է ամերիկյան այս վարչակազմի քաղաքականությանը։ Այլ լրացուցիչ քայլեր սպասենք, պարոն Արզումանյան, Միացյալ Նահանգներից այս ուղղությամբ։ Մենք տեսնում ենք կոշտ դիրքորոշում, որովհետև այն երկրները, որ ունեն ռազմագերիներ, կոշտ են իրանց պահում, Ուկրաինան, Իսրայելը, իրանց կոշտ են պահում եւ ռազմագերիները իրանց համար առաջի հարցն է, որը իրանք դնում են փորձում են լուծել։ Իսրայելը հաստատ առաջի հարցն է, Ուկրաինայի համար նույնջևի խիստ կարևոր հարց է։ Հայկական իշխանության եւ պետության համար ռազմագերիները խնդրեմ չի ճակետներում։ Հայկական իշխանությունը շատ քիչ է խոսում դրա մասին։ Նրանք ասում են խաղացում կկնքվի այդ հարցը։ Հետո հա, պես ինձ համար դա անընդունելի է եւ հասկանալի է, որ դա անընդունելի է։ Նման կետը պիտի լինի պայմանագրի այս դիվանագիտական խաղերի հիմնական մասը, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա այդպես չի։ Եվ դրա համար այստեղ ես նորից որևէ խնդրեմ չեմ տեսնում։ Մենք պիտի դնենք այդ պայմանը, բայց չեք դնում։ Եվ դրա մասին խոսում է Ուոլսը։ Ինձ համար դա վիրավորական է, որտեղ դրա մասին պիտի խոսե Նիկոլ Փաշինյանը ամեն ժամանակ եւ դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Ամեն հանդիպման ժամանակ հայկական դիվանագետները Նիկոլ Փաշինյանը առաջի հարցը պիտի պատասխանեն ռազմագերիների հարցը։ Հայաստանը ազատել է բոլոր ռազմագերիների որպես առաջին քայլ։ Մենք դա արել, Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսում։ Հայաստանի բարձր քաղաքական ղեկավարությունը դրա մասին չի խոսում։ Ստիպված է նույն խոսել եւ հայկական հասարակությունը սփյուռքը բարձրացնում է ձայնը, այն ժամանակ իրանք շատ նարդիացած, լրացեք, մենք անում ենք քայլեր, մի խոսեցեք դրա մասին, բայց ես ճիշտ ասած որևէ քայլ այդ ուղղությամբ չեմ տեսնում որպես քաղաքացի։ Այդ քայլերը չկան։ Ինձ համար հասարակ քաղաքացու համար, հայու համար ինչ է անում այս իշխանությունները, ես չեմ տեսնում։ Նաև դա պայմանագրի մանչեցում, պայմանագրերի մեջ դա հիմնական հարցերից մեկը չի եւ դրա մասին չեք խոսում։ Եթե մինչև մենք չփոխենք մեր մոտեցումները որպես պետություն, որպես բանակցության կողմ, քո դեմ ագրեսորի պայմանների մեջ մենք չեք ստանալ ուրիշ լուծում։ Եվ ինձ համար նորից եմ գտնում դա ցավալի է, որ դրա մասին խոսում է Ուոլս։ Տեսեք, հայտնի է դարձել նաև, որ Միացյալ Նահանգները պատրաստում է Գերմանիա իր ռազմաբազայից ռազմատեխնիկա տեղափոխել Հայաստան համատեղ զորավարժությունների համար։ Այո, արծիվ գործընկեր զորավարժությունն է, որ ամեն տարի անցկացվում է։ Ես հետևում էի ռուսական ռոպագանդիստական Russia Today մեկնաբանության, նրանք խոսեցրել են մի ռազմական փորձագետի, որը այս process-ների տակ տեսնում է ամերիկյան կենսալաբորատորիաների սարքավորումների տեղափոխման ռիսկ, այո, դե հիմա երևակայություն է աշխատում է, տեսնում է ռիսկ, որ Միացյալ Նահանգները փորձում է ռեգիոնում իր ազդեցությունը մեծացնել, բայց շատ հետաքրքիր մի բան էլ կար, որ Միացյալ Նահանգները փորձում է սահմանափակել Հայաստանի եւ Եվրամիության երկրների հետ գործընկերությունը այս զորավարժությամբ։ Նախ է զորավարժությունը ձեր գնահատմամբ ինչ նշանակություն ունի, սա ավելի շատ քաղաքական ակտ է, պարոն Արզումանյան, եւ ռուսական այս մեկնաբանությունները։ Չէ, դա սովորական զորավարժություն է, հերթական զորավարժություն է, որը պլանավորված են, որը անց են կացնում եւ կշարունակեն հույս ունեմ անցկացնել։ Փորձել քաղաքականացնել դա, փորձել տեղեկատվական ինչ որ event սարքել, որի շուրջ դու գնում ես կենսալաբորատորիաները։ Կենսալաբորատորիաներից ներեցեք մի քիչ կծիծաղեմ, որովհետև հիմա բավականին շատ լուրջ խնդրեմ հասկացում ռուսական տեղեկատվական ռոպագանդիստների համար, որովհետև եթե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները իրոք լավանան, այն անհասկանալի ինձ համար վարկը, որը հիմա Թրամփն է ցույց տալիս Պուտինի երկրապարքերով, Պուտինի եւ եթե կան իրոք ինչ որ համաձայնության ժամանակ, այդ ժամանակ այդ բիոլաբորատորիաների մեջտեղից ոնց են հանելու, որտեղ այդ ժամանակ Միացյալ Նահանգները դառնալու են Ռուսաստանի դաշնակիցները, նոր անտանտա է կառուցվելու փաստորեն, երբ տարբեր երկրներ գաղափարախոսական կառուցում են դաշինք կամ Ռիբենտրոպ-պակտ, Ռիբենտրոպ-Մոլոտով է ստացվում, որը ուղղված է Ուկրաինայի դեմ, ուղղված է Եվրոպայի դեմ, Չինաստանի դեմ, չգիտեմ։ Բայց այստեղ ունեմ ես դաշինք։ Եվ ամերիկացիներին կհրավիրեն Ռուսաստանում կենսալաբորատորիաներ կառուցել։ Հա, то есть այդ կենսալաբորատորիա իրանց մի քիչ իրոք հետաքրքիր է ոնց իրանք դուրս կգան տրակից, բայց հաստատ դուրս կգան։ Իրանք բավականին վարժված են պրոֆեսիոնալ եւ 180%-ով փոխադարձ հարաբերությունը կլուծեն, բայց ներեցեք դա մի քիչ ծիծաղելի է։ Գիտեք, որովհետեւ
Երբ որ այս պատերազմը սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Պուտինն ասում էր, որ Արևմուտքը պատերազմում է մեր բնական հանածոները գողանալու եւ շահագործելու համար օկուպացնելու, հիմա ինքը առաջարկեց Ամերիկայի համատեղ շահագործել բնական հանածոները։ Հա, բայց երբ դու ունես ավտորիտար երկիր, որը ռազմական ռոպագանդայի տակ է, դու կել եք հազար ժուրնալիստը գիտեք, այդ ամենը կարելի է հալուցել, որովհետեւ հիմնականը պիտի հասկանաս սուտի մասշտաբը, որը ընդունում ես, եւ հիշել է Գեբելսի խոսքերը, որ երբ ստում ես, պիտի ստես լայն, մեծ ստես, պիտի ստես, այդ ժամանակ ավելի հեշտ է ստացվում։ Դրա համար Ռուսաստանում այդ ունակությունը, այդ կոմպետիցիան եւ վաղուց մշակված են եւ Ռուսաստանի սովետական միության ռոպագանդիստական մեքենան, այդ հնարավորությունները բավականին զարգացած են։ Ինչքան հիշում եմ, դες խոսացել եմ դրա մասին, որ իմ գնահատականով Ռուսաստանի այդ ռազմական ռոպագանդայի մեթոդները ավելի ոչ ավելի քիչ, քան Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի զարգացած տեմպերով են եւ ունեն այդ մակարդակը։ Սովետական միության ռոպագանդան միշտ եղել է բարձր մակարդակի վրա։ Այդ մեքենան, այդ գործիքները իրանք բավականին լավ վարժեցնում են, այդ հնարավորությունները ունեն եւ ուղղակի եւ ցանցային այս նոր միջավայրը ստեղծվել, իրանք կարողացել են փոխակերպեն այդ հին ինտերնացիոնալիզմ, կոմինտերնիզմ մշակող մոտեցումները, լուծումները կիրառել նոր ցանցային իրականության մեջ եւ անում են փայրոնից, կարող եմ ասել։ Մի խոսքով մեզ բիոլաբորատորիաները չեն սպառնում, հա։ Չէ, սպառնում են, բայց տեղեկատվական դաշտում։ Դա կարող է լինել սպառնալիքներից մեկը, որը ինքան կիրառում են ուժը ոչ թե տեղեկատվական զենք, սովորական զենք Հայաստանի դեմ, դա միշտ կա։ Իսկ պարոն Արզումանյան, դուք ունեք մտահոգություն ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ավարտի վերաբերյալ, այ ինչ սցենար եք դուք տեսնում, որ այս process-ը դեպի ուր է գնում։ Եվ արդյոք դա կարող է մտահոգիչ ավարտ ունենալ, մասնավորապես օրինակ Ուկրաինայի շահերը հաշվի չառնվեն։ Ինչ եք դուք տեսնում։ Առաջինը պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի շահերը չեն հաշվարկում։ Դա հասկանալի է, ինչ է տեղի ունենում, ցավոք սրտի, եւ չեն հաշվարկել, Թրամփը չի ուզում հաշվարկած լինել։ Հա, ընդունել է մի մոտեցում, դժվար է խոսել Ռոբերտ, որովհետև ես սովորաբար փորձում եմ մտածել եւ աշխատել մնալով դիվանագիտական տրամաբանության մեջ, ազգային անվտանգության օրենքների տրամաբանության մեջ, բայց այն ինչը տեղի է ունենում, դա ավելի շատ մնում է շոուի մակարդակի վրա։ Թրամփը չի ուզում վերջացնել շոուն, որը ինքը հաղթել է եւ ինքը զբաղեցնելով սպիտակ տունը շարունակում է մնալ շոուի մեջ։ Եվ այդ շոուի մեջ այդ շոուն ունի տրամաբանությունը։ Ինքը խոստացել է, որ պիտի վերջացնի պատերազմը մի օրում։ Հետո հասկացել է, որ դա դժվար է հասկանալ, ինքը փորձում է ունենալ հրադադար, կանգնեցնել հրադադարը եւ հայտարարի, որ ինքը կատարել է իրար վերցրած պայմանավորությունները։ Հետո հիմա փորձում է ինչ-որ տակից դուրս գա եւ չի ստացվում։ Բայց ռուսական կողմը ես համոզված եմ կշարունակի ժամանակ ձգձգել, փորձելով լուծել խնդրը ռազմական դաշտում, որովհետև Միացյալ Նահանգները հայտարարելով, որ պիտի վերջացնի պատերազմը, ռազմական գործողությունները, այդ հայտարարությունը մնում է հայտարարություն Ռուսաստանի համար, բայց Ուկրաինայի համար դա կորուստներ է, որովհետև Ուկրաինան կորցնում է ռազմական օգնության մատակարարումը, հետո կանգնեցրել է ռազմական տեղեկատվականության աղբյուրները եւ այլ։ Դες ամեն նման հետաձգումը խփում է Ուկրաինային, Ուկրաինայի ռազմական ուժերին եւ Ուկրաինան թուլանում է։ Եվ Եվրոպային վերցնել իրան վրա այդ ծանրությունը պարտադրում է ժամանակ, որովհետև իրոք այսօր Եվրոպայում եւ աշխարհում զենքը խնդրեմ է։ Եվ Եվրոպային պետք է մի 5 տարի առնվազն, որ կարողանա վերականգնի այն ռազմական արտադրությունը, որ անհրաժեշտ է, որ կարողանա այն կորուստները, որ այսօր մենք ունենում ենք Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո ինչ որ ձևով վերականգնի։ Լրիվ չի վերականգնելու, բայց այդ հնարավորության համար առնվազն ժամանակ է պետք։ Դրա համար համոզված եմ, որ Ռուսաստանը ձգձգելու է ժամանակ։ Եվ պետք է հիշել, որ Պուտինը դա անվտանգության գնդապետ է, ազգային անվտանգության գնդապետ է, ԿԳԲ-ի գնդապետ է եւ իրանց մոտ այդ հմտությունները մանիպուլյացնել, խոսել,
խոսքի միջոցով խաղեր խաղա, դա է դրանց մասնագիտության մի մասն է։ Եվ այսօր կարելի ասել, որ Պուտինը բավականին լավ մանիպուլյացնում է Թրամփին, կարողանում է խաղալ Թրամփի այն նյարդերի վրա, որը իրան հնարավորություն է տալիս պահել վերահսկողության տակ պոտենցիալ Թրամփի զայրույթը։ Այդ խաղը սկսել է։ Թույլ չտալիս զարիրանալ եւ Հա, այդ խաղը մանության է թողել, հա, որովհետեւ դուք հիշել եք, ես լսել եմ, եւ Թրամփը կրկնում է Ռուսաստանի տեղեկատվական բոլոր մոդելները, տեղեկատվական դաշտի ձևավորված պրոպագանդիստիկական մոդելները, որը մշակել է Ռուսաստանի տեղեկատվական մեքենան։ Թրամփը մնում է այդ շրջանակների մեծ իզոլյացիայի մեջ եւ մտադիր չի այդտեղից դուրս գալ։ Ոնց է դա ստացվել, ինչու է դա ստացվել, այդ յուրահատուկ խոսակցությունն է, ուսումնասիրությունները, բայց որպես կոնստատացիա, որ ես ուրախ կլինեի, եթե դադարեցնեն ռազմական գործողությունները, ոչ թե հրադադարը, ոչ թե ավելի երկար կայուն խաղաղություն, դա հաստատ տեղի չի ունենալու, բայց եթե ուկրաինական կողմը ունենա հնարավորություն կանգնեցնել ռազմական գործողությունները եւ ուշքի գա եւ ստանա ժամանակ հասկանա ինչ են անում, իմ կարծիքով դա կլինի լավ, բայց կլինի արդյոք դե չէ, ես չեմ կարող ասել, եւ այսօր այդ պատասխանը ունի միայն մի մարդ, այսօր դա Թրամփն է։ Բայց կարծում եմ Թրամփն չի գիտի ոնց լինելու։ Թրամփը մնում է անկախատեսել ինքը իրան համար։ Դրա համար մենք կողքից նայող դիտորդների դերում պետք է ուղղակի սպասենք իմ կարծիքով։ Ըստ էության Պուտինը փորձում է այսպես Ուկրաինայի ՆԱՏՕ գնալու բոլոր հնարավորությունները փակել նաև առաջիկա տարիների համար, դա կստացվի կարծում եք։ Պուտինի խաղը, դիվանագիտական խաղը շատ նման է Իլխամ Ալիևի խաղին, то есть Պուտինը փորձում է խաղալ եւ ստանալ ինչքան կարելի է շատ մոտեցումներ, ստանալ ավելի շատ լավ արդյունքներ իր համար եւ այդ խաղը կշարունակվի երկար։ Իմ կարծիքով պետք չէ մտածել այդ խաղը շուտ կվերջանա Ռոբերտ նորից եմ կրկնում մնում է մենք սպասենք որովհետեւ եւ Պուտինը չի կարող հետ կանգնի որովհետեւ եթե Պուտինը հետ է կանգնում եթե ինքը պատերազմը կանգնեցնում է ինքը ստանում է բավականին լուրջ խնդիրներ Ռուսաստանի ներքո ինքը ունի աջանդակիցների կորիզ դու կարող ես քո պրոպագանդիստների 1 ժամում փոխել բայց քո հասարակությունը այդքան շուտ փոխել չես կարող եթե կանգնեցնում ես ռազմական գործողությունները դու ունես ռազմական ուժեր, որ անցել են արյունոտ են, որոնք սովորել են լրիվ ուրիշ վարձատրման եւ այլ, եթե դրանց քաշում ես հետ եւ իրանք մտնում են քո հասարակության մեջ, սովորաբար եթե վերցնենք Ռուսաստանի պատմությունը, նման հրադադարը վերջանում է Ռուսաստանի կոլապսով։ Դա տեղի ունեցել, ասենք, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ խաղաղություն հայտարարեցին, Ռուսաստանի կայսրությունը փլզվեց 14 թվականից սկսած պատերազմում 17 թվականում Ռուսաստանը փլզվեց սովետական միության փլզման ժամանակ Աֆղանիստանից դուրս գալուց հետո նորից Ռուսաստանը ստացեց փլզում Պուտինը ելնելով մի քիչ հիվանդոտ եւ տենց պարանոիկ այդ հարցերով շուրջ երբ ինքը գնահատում է սովետական միության փլզումը որպես աշխարհաքաղաքական կատաստրոֆա որը ստացել է ինքը դա ամեն ինչը գիտի ինքը գիտի այդ վախը եւ ինքը կարող է վախի իրրացիոնալ վախ ունենա որ պատերազմի կանգնեցնում ու կարող է բերի Ռուսաստանի փլզման որովհետեւ կարելի է ասել, որ Ռուսաստանը մնում է բավականին լուրջ վիճակում, որովհետև հա ինքը կարողացել է տնտեսությունը անցկացնել ռազմական ուղիների վրա, փոխակերպել էր տնտեսությունը դարձնել ռազմական, բայց հետո այդ ամենը հետ տալը դա բավականին մեծ խնդրեմ է։ Դրա համար իմ կարծիքով եւ Ռուսաստանի համար ավելի դուրալի վարիանտն է շարունակել երկարաժամկետ այս բանակցությունները հրադադարի մասին եւ առաջ շարժվել մինչեւ չստանա վիճակ եւ Ռուսաստանը ընկնում է Ուկրաինան ընկնում է եւ ստանում է լրիվ ուրիշ վիճակ ռազմական ռազմադաշտում այդ ժամանակ ստանալով պրակտիկ արդեն արդյունքներ ռազմական դաշտում ինքը կփոխի իր նարատիվները բոլոր։ Մենք իհարկե կսպասենք նաև Թրամփ-Պուտին հանդիպման ներողություն եմ խնդրում հեռախոսազրույցի արդյունքում։ Այո, Եվրոպայի դերը պարոն Արզումանյան, նրանք փորձում են իրենց վերագտնել առանց Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքի եւ մոբիլիզացնել 800 միլիարդ եվրոից ավելի գումար պաշտպանության նպատակով եւ մենք տեսնում ենք Ֆրանսիայի աննախադեպ ակտիվությունը իր միջուկային զենքի
ներքո նաև տարածել եվրոպական անվտանգություն, օրինակ Գերմանիայում տեղակայել նման մարտագլխիկներ եւ այլն գերմանացիները կարծես դեմ չեն։ Ռուսաստանը սա իհարկե իր դեմ է ընկալում, Մակրոնի Պուտինը հիշեցնում էր Նապոլեոնի ճակատագիրը, սա իրենց դեմ սպառնալիք են ընկալում, այ Եվրոպայի դերը այս հարաբերություններում որն է, նրանք արդյոք ասես սուվերեն ավելի սուվերեն դառնալու հնարավորություն ունեն եւ խաղացող են կամ կարող են դառնալ խաղացող։ Այստեղ վերջի հարցն է հիմնական հարցը ինձ համար, Ռոբերտ։ Այս ամեն ինչը տեղի ունենում, ես կարող եմ ասել, դա ունիկալ հնարավորություն է Եվրոպայի համար դառնալ դերակատար։ То есть եվրոպական Եվրոմիությունը դա մեծ շուկա է։ Դա երկրներ են, որը ունեն բավականին լավ, շատ լավ տնտեսություն եւ նորից ենք գնում Եվրոմիությունը դա շուկա է, բայց Եվրոպան որպես քաղաքական դերակատար, աշխարհակաղակական դերակատար դեռ չկա։ Այդ բոլոր հարցերը Եվրոպան փոխանցել է Միացյալ Նահանգներին են ապահովում ազգային անվտանգության հարցերը, երաշխիքները եւ Միացյալ Նահանգներն են այնպես դերակատար։ Եվրոպան եղել է ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի մաս, իսկ հիմնական լուծողը ՆԱՏՕ-ի մեջ եղել է Միացյալ Նահանգները։ Իսկ հիմա Եվրոպան անսպասելիորեն իրար համար, չգիտեմ ինչու, որովհետեւ հասկանալի է, որտեղ է գնում բոլոր գործընթացները, բայց չի տեսնում, Եվրոպան այդ հարցերը բոլորը ճակետներում outsourcing ատվել Միացյալ Նահանգները եւ ուղղակի զարգանում էր տնտեսական զարգանում էր հասարակություններ զարգացնում ռազմական ոլորտը քաղաքական ոլորտը այդ հարցերը երկրորդական են եւ հիմա Եվրոպան պետք է շատ կարճ ժամանակներում փորձի վերականգնի եւ աշխատի որպես դերակատար որպես ինքնիշխան դերակատար ոչ թե որպես 30 երկիր որը հավաքվել են միասին բայց մի հատ դերակատար դա շատ դժվար խնդիր ալնելու որտեղ պետք է փոխվես այն ֆորմատը որտեղ դու հարցերն ես կոնսենսուսի ես գալիս թե ոնց ես լուծելու ոնց ես ընդունում ընդհանուր ոնց ես ընդունում հիմնական հարցերը ռազմական ոլորտում ազգային անվտանգության ոլորտում ռազմական ինդուստրիայի զարգացման ոլորտում եւ այլ եւ հիմնականը Եվրոպան իմ մեծ սխալ արել, երբ ինքը հիմնական ուղղություններից մեկը եղել է Միացյալ Նահանգների զենքի օգտագործումը։ Եվրոպան փակում էր արտադրություններով, ոչ սեփականի զարգացումը։ Հիմա պիտի փոխվի այդ ամեն ինչը, բայց այդ բոլոր ոլորտները, որի մասին մենք խոսում ենք, դա բավականին ներսոն են։ Դու չես կարող մի օրվա ընթացքում փոխես քո ռազմավարությունը։ Այո, 2024 թվականի մայիսի ամսում Եվրոպական Եվրոմիությունը ընդունել է ռազմական ինդուստրիայի զարգացման ռազմավարությունը, որը ուղղությունները ցույց է տալիս, որտեղ պիտի Եվրոպան գնա, բայց դա շատ քիչ է։ Դրա համար Եվրոպան մտել է ցեյտնոտի մեջ։ Եվ հիմա մոտիկա կես տարում, մի տարում կհասկանաք ինչ է տեղի ունենալու։ Մի հարց ուղղակի հասկանալի է եւ պարզ է, որ միջազգային անվտանգության մակարդակը իջել է։ Այն ինչ անում է Միացյալ Նահանգները եւ անում է անսպասելիորեն ինձ համար որպես փորձագետ, որտեղ Միացյալ Նահանգները իրանց ձեռքերով ջարդում են այն համակարգը, որը նրանք ստեղծել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը նպաստում է Միացյալ Նահանգների շահերի ներկայացման գլոբալ ասպարեզի վրա։ Ինձ համար դա անհասկանալի է, որտեղ այդ համակարգը ի վերջո աշխատում է Միացյալ Նահանգների ազգային շահերի համար։ Այսեք այս օրերը մենք տեսնում ենք դուք որպես ժուրնալիստ հաստատ գիտեք դրա մասին Միացյալ Նահանգները քանդում է դեմոնտաժի ենթարկում իր փափուկ ներուժը, փափուկ հզորությունը։ Այն ինչ որ կանգնեցել է USAID-ի օժանդակությունը, կանգնեցնում է այն բոլոր միջազգային իրար ագենստաները, որ աշխատում են մաս մեդիաների հետ եւ այլ դա հասկանալի քայլեր ինձ համար, որովհետեւ եթե դու ուզում ես մնալ գերիշխանություն, եթե ուզում ես մնալ գլոբալ, դու կարող ես փոխակերպել քո գործիքները, բայց ջարդել
հանել քո գործիքները, որովհետև այդ գործիքները դա ցանցեր են, դա մարդիկ են։ Փոխարինել հանձնարարություններ, այսպես ասած, ոչ թե դրանք աշխատանքի ջարդել փոլ է, եւ որովհետև նման ոչնչացնել։ ցանցերը կառուցում են տասնյակ տարիների ընթացքում, այդ ժուրնալիստների հետ աշխատելը, ոչ այդ ցանցերը կառուցելը, եւ դու հրաժարվում ես դուրս ես գալիս, այդ գործիք ուրիշներն են վերցնելու։ Այդ վակուումը լրացնելու է Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը։ Ինձ համար դա անհասկանալի է։ Այն ինչ անում է Տրամպը, մեծ վնաս է հասնում Միացյալ Նահանգներին։ Դրա համար ճիշտ ասած ես լռում եմ, որովհետև շատ դժվար է գնահատական տալ կամ գտնել ինչ-որ տրամաբանություն այսօր Տրամպի ադմինիստրացիայի քայլերի մեջ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն, Ռոբերտ։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Հրաչյա Արզումանյանին։